Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է։ Այսօր զրուցելու եմ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու ցուցակի երկրորդ համար Արամ Վարդևանյանի հետ։ Պարոն Վարդևանյան, բարի երեկո։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Վարդևանյան, խնդրում եմ վերջապես լուսավորեք, մենք էլ իմանանք, թե ձեր դաշինքի կուսակցության առաջնորդը Սամվել Կարապետյանը ինչ կապ ունի ռուսական ՖՍԲ-ի հետ, արդեն գիտենք հայտնի ռեպորտաժը, դրան առանձին կանդրադառնանք, բայց ի վերջո կապ կա, թե չկա, խնդրեմ։ Կարծում եմ այդ հարցը ավելի բնորոշ կլիներ, եթե հարցնեին գործող իշխանությունների որոշ ներկայացուցիչներին, թե իրենք ինչ կապ ունեն։ Սամվել Կարապետյանը որևէ կապ չունի, դա զրպարտանք է, վիրավորանք է, կամ ինչպես շատ դիպուկ ինքն էր հենց պատասխանել Սամվել Կարապետյանը, դա զառանցանք է։ Հետևաբար կարելի է պարզապես այդ ամենի վերաբերմունքը ընդգծել հետևյալ կերպ, բոլոր նրանք, ովքեր այդ ամենը տարածեցին, բոլոր նրանք, ովքեր այդ ամենը մաքսիմալ փորձեցին շրջանառության մեջ դնեն, պարզապես հանդես են գալու որպես պատասխանող դատարաններում։ Հիմա տեսեք, այսօր Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել եւ փաստորեն պնդում է, որ այդ լրատվամիջոցը Insider-ը հանդիսանում է իրենց համար օտարերկրյա գործակալ է հռչակված, արևմուտքի ֆինանսավորմամբ, այսպես հոդվածներ է պատվիրակում, ասում են մենք որևէ գործակալական ցանց չենք գործի դրել Հայաստանի դեմ, բայց կարծես չի անդրադառնում հենց Սամվել Կարապետյանի кейսին, այսինքն չեմ տեսնում ես այնտեղ, որ իրենք որևէ կերպ մեկնաբան են, կա նման փաստաթուղթ իրենց մոտ թե չկա, սրան ինչպես կարձագանք եք։ Գիտեք, ես կարծում եմ կան աբսուրդներ, որոնց նույնիսկ անդրադառնալն է դառնում աբսուրդ։ Այսինքն ինչի մասին ենք մենք խոսում, որ պատկերացնեք Սամվել Կարապետյանը Ռուսաստանում է ճանաչված եւ ընդունված որպես Forbes-ի ցուցակում գտնվող միլիարդատեր։ Այսինքն միլիարդատերը պետք է ինչ առնչություն ունենա։ Հնարավոր է, որ օրինակ ինչ-որ մի ուշադրության կենտրոնում հայտնվեր նման ծառայության, որովհետև հաճախ նաև խոշոր գործարարները նման կերպ են, այսպես ասած, ուշադրության կենտրոնում հայտնվում, բայց ի տարբերություն այլ խոշոր գործարարների Սամվել Կարապետյանը երբևէ մի իրավական վեճի պատմության մեջ չի եղել Ռուսաստանում, չի եղել ԱՄՆ-ում, չի եղել Կիպրոսում, չի եղել Ֆրանսիայում, չի եղել Էմիրություններում։ Ֆրանսիայի հետ կապված հիմա որ ասում եմ, ենթադրում եմ պետք է որ օրինակ մեզ հետևողներից մի քանիսը հակադարձեն, ասեն, բայց չէ որ այնտեղ մի առանձնատան հետ կապված մի հրապարակում է եղել, դրա հետ կապված մի ինչ-որ ուսումնասիրություն կա, բայց կրկին դա իրավական վեճ չի Սամվել Կարապետյանին վերաբերող, այսինքն դատավարական կարգավիճակ եւ այլ։ Սամվել Կարապետյանին հետապնդել են միայն Հայաստանում եւ Սամվել Կարապետյանին հետախուզում են հայտարարել միայն Ադրբեջանում։ Հետևությունները մնացյալ կարելի է թողնել մեր հանրությանը։ Իսկ դուք ինչպես կարձագանքեք օրինակ Դանիել Իոաննիսյանի, որպես այսպես իրավապաշտպան հանդես եկող, նրա մեկնաբանությանը, նա ասում է, ես իհարկե չեմ կարող պնդում անել, որ Սամվել Կարապետյանը օրինակ Ռուսաստանի լրտես է գործակալը, բայց ասում է այդ փաստաթղթին մենք էլ ենք առնչվել, երբ որոնումներ են կատարել, նման մի փաստաթուղթ մենք տեսել ենք։ Ինչ վերաբերում է ձեր կողմից հիշատակած հարցադրմանը, կարող եմ ասել, որ նույնիսկ նշված անձը անգամ չի օգտագործում այն ձևակերպումները, որոնք օգտագործել են որոշ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներ, որոնք ժամերի ընթացքում կարող եմ նույնիսկ ձևակերպել, հանդիսանալու են պատասխանողներ քաղաքացիական դատավարության ընթացակարգով։ Կանխատեսելիքի հարցը արդեն հենց հաջորդ հարցը դա է։ Ունեք հայցադիմումներ։ Ժամերի ընթացքում կարող եմ ասել կլինեն դրանց վերաբերյալ հայտարարությունները եւ տեղեկատվությունը կտրամադրվի մեր հանրությանը։ Ուղղակի եւս մեկ անգամ առիթից օգտվելով կարող եմ ուղիղ արձանագրել։ Դա զառանցանք է։ Մեկ հստակեցում, երբ դուք ասում եք ժամերի ընթացքում կլինեն հայցադիմումներ, սա վերաբերում է նաև Սամվել Կարապետյանի վերաբերյալ իրենց հայտարարություններին, թե Նարեկ Կարապետյանին առանձին են անդրադառնալու Ռուսաստանի քաղաքացի լինելուն, բայց երկուսին է վերաբերում, երկու դեպքով եք դուք հաղորդումներ ներկայացնում։ Երկու դեպքերով էլ հետևողական ենք լինելու, իդեպ քննչական կոմիտեին նաև երեք իմ գործընկերներից Վարդան Ալոյան շատ բարի մի խնդրանքով հայտարարությամբ էր հանդես եկել, որ եկեք, հրապարակեք ներողություն կամ տեղեկությունը, որը հրապարակել եք, հերքեք կամ առնվազն վերադարձեք իրավական տիրույթ։ Առնվազն։ Եթե դրանցից ոչ մեկը չի կատարվում, այո, նաև քննչական կոմիտեի դեմ համապատասխան քաղաքացիական դատավարության ընթացակարգով հայց կներկայացվի։
Հիմա մինչև դրան անդրադառնալը, այսինքն հենց Նարեկ Կարապետյանին ուղղված մեղադրանքների Insider-ի հետ կապված, եթե հստակ ուղղորդված հրապարակում են իրականացել, այդ լրատվամիջոցի հետ կապված դուք գործողություններ անելու եք, պարոն Վարդևյան։ Դա եւս դիտարկվելու է, այստեղ ուղղակի խնդիրը նրանում է, որ նման տեսակ որպես այդպիսին սունկ հանդիսացող իբրև պլատֆորմները ունենում են իրենց իրավական կարգավիճակի մեծ խոցելիություն, այսինքն հատուկ քողարկում են դա, որ իրենց դեմ դատական գործընթացներ հնարավոր չլինի իրականացնել, բայց այդ մասով էլ որոշ միջոցներ կձեռնարկենք, բայց ընդհանուր եթե նայեք այս ամենը, ինչ էր չէ խոսվում նախքան ընտրությունները։ Խոսում էին հիբրիդային պատերազմի մասին, տեղեկատվական գրոհների մասին, ոնց տեսակ այդ տեղեկատվական գրոհները իրենք են անում կամ իրենց ի աջակցություն է այդ ամենը կատարվում։ Շատ հետաքրքիր մի հանգամանք էլ նշեմ։ Ես նկատել էի, որ դուք իրենք ասելով նկատի ունեք Հայաստանի իշխանություններին, թե օրվա իշխանություններին, որը մեղադրում օրվա իշխանություններին եւ իրենց հետ համագործակցող այն կառույցներին, որոնք այս ամենը անում են։ Գիտեք, մի ժամանակ առաջ, երբ հրապարակումներ էին լինում օրվա իշխանությունների վերաբերյալ, հա, արտասահմանյան ԶԼՄ-ներում եւ այլն։ Ես հիշում եմ իրենք այդ ամենին ինչ սուր էին արձագանքում, ինչ աստիճան էին հերքում եւ այլն։ Հիմա ուզում եմ հասկանամ, այսինքն հենց իրենց չի վերաբերում, դա դառնում է ինչ որ տենց շատ լուրջ նյութ, հենց իրենց է վերաբերում, դա պարզապես տենց զրպարտություն է, վիրավորանք է եւ այլն։ Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել Սամվել Կարապետյանին զրպարտողները, վիրավորողները պատասխանատվության են ենթարկվելու եւ այդ առումով մենք հետեւողական ենք լինելու։ Այլ հարց, որ իսկապես նախքան այս ժամանակահատվածը մի շարք տխմար արտահայտությունների մենք անդրադարձ չէինք կատարում։ Մենք դրանց վերաբերյալ հայցեր չէինք ներկայացնում։ Նաեւ գիտեք ինչ տրամաբանությամբ որ այդ ամենին ժամանակ չէի կորցնում։ Երևի թե երրորդ տարբերակ առաջարկեմ, դրանց ընդհանրապես ուշադրություն էլ չէինք դարձնում, բայց նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, երբ նման տեղեկատվական գրոհներ են իրականացվում եւ այդ ամենը սև քարոզչության տրամաբանությամբ հրամցվում է մեր հանրությանը, իսկ մենք հետեւողական ենք լինելու, որ իրապես ուժեղ Հայաստանում նաեւ հանրային խոսույթից մի շարք զրպարտչական այս գործելավոճը վերանա։ Հասկանում եք, մենք պետք է ունենանք նաև իսկապես համախմբված եւ համերաշխ հասարակություն։ Մենք ատելության խոսքի նման գեներացմանը, որովհետեւ այդ բոլոր կեղծ տվյալները եւ տեղեկությունները, որ տարածվում են, լավ ինչի համար են արվում։ Դրանք զուտ սև PR-ի նպատակով չեն արվում։ Դա նաև հերթական անգամ ատելություն գեներացնելու համար է արվում։ Այս իշխանությունները դրանով ի վերջո նաև պատմության մեջ մտնելու են որպես ամենից շատ ատելություն գեներացրած իշխանություն աշխարհում այլ երկիր, որը այդ աստիճան իր հասարակության ներսում ատելություն տարածի, ես չեմ տեսել։ Հիմա փոխադարձ մեղադրանքներ իրենց կողմից էլ ձեզ է ուղղված, ոչ միայն ձեզ, այլ նաև մյուս ընդդիմադիր ուժերին, ասում են դուք էլ մեզ եք վիրավորում։ Կարող եմ առնվազն հետեւյալը ասել, որ իմ կողմից մշտապես խոսքի նկատմամբ փութաջանությունը ցուցաբերվում է, որովհետև իհարկե կարևոր է հանրային դիսկուրսի պատշաճությունը։ Ես այլ հայտարարությունների վերաբերյալ ինքս էլ հնարավոր է նկատած չլինեմ, զերծ կմնամ, բայց այն ինչը տեսնում ենք, թե ատելության տեսանկյունից այն բառամթերքը, որը վերջերս տեսանք Արաբկիր վարչական շրջանում, քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավի ընթացքում կանանց ձեռքից քաշ քշելը, որը տեսանք, ընդհանրապես այդ ինչ երևույթ էր։ Հիմա դուք մասնագիտական նաև գնահատական դրան տվեք, դա ինչ է, եթե վերածենք դա հանցակազմի հոդվածի բռնության կոչ է, սպառնալիք է եւ հենց դրանց հետ կապված դուք հաղորդումներ ներկայացնելու եք։ Ատելության խոսք է եւ որոշակի իմաստով բռնություն գործադրելու խրախուսում է, դրանցից երկուսն էլ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցակազմներ ունեն եւ այո իհարկե հաղորդում ներկայացրել եմ գլխավոր դատախազին եւ այո որևէ գրեթե ակնկալիք չունեմ դրանցից։ Ինչպես նախկինում էիք ներկայացնում։ Իդեպ այստեղ նաև շատ կարևոր է, որ այդ ատելության խոսքը նաև միտեղ քողարկելով, միտեղ ուղիղ ասելով, միտեղ փաթեթավորելով դա որպես էլիտայի դեմ ուղված, միտեղ այդ էլիտա բառը չասելով նաև Արցախի մեր քույրերին ու եղբայրներին է այդ ամենը ուղվում։ Իդեպ եւ ուղիղ է այդ ամենը հնչեցվում։ Այսինքն հստակ թիրախավորումներ։ Եզրույթները ես չեմ ուզում կրկնել, հա, այսինքն մարդիկ, որոնք էթնիկ զտման են ենթարկվել
Մարդիկ, որոնք ստիպված են եղել թողնել իրենց տները, իրենց գերեզմանները հարազատների եւ իրենց կյանքը փրկելու համար մի ձև եկել են հիմա Հայաստանում են գտնվում։ Այդ մարդկանց վիրավորելը, ես չգիտեմ դա ինչ է, այսինքն այդ աստիճան մարդասիրությունը վերացած լինի մարդու մեջ։ Պատճառը դրա որն է, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր հանրահավաքների եւ ելույթների ժամանակ միշտ Արցախին, Արցախահայերին անդրադարձ կազդեց ինչու։ Որովհետև հոգեբանորեն պատասխանատվության գիտակցումը իր մոտ առկա է։ Ինքը գիտակցում է ինչ է այս ամենը, որը տեղի է ունեցել եւ ինչ է իր մասնակցությունը այդ ամենին, հատկապես անգործության տեսքով։ Բայց ասում է մեղավոր են մյուսները։ Իհարկե դա հոգեբանական որոշակի արձագանքն է, բայց այստեղ ինչն է կարևորը, որ այդ նույն հոգեբանական բարդույթը արտահայտվում է նաև ընդհանրապես մեր Հայաստանի Հանրապետության անվտանգության տեսանկյունից։ Երբ մենք խոսում ենք նրա մասին, որ կա այդ տագնապը, կա այդ վախը, որ նույն Ադրբեջանի բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ, երբ խոսում էին Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության մասին, չէ՞։ Բոլորը այստեղ հակադարձում էին, ասում էին դա արհեստական նարրատիվներ են, մի բերեք այդ նարրատիվները Հայաստանի Հանրապետության դաշտ եւ այլն, որից հետո ստորակետ էին դնում եւ ասում էին Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պետք է փոխվի եւ հղումը անկախության հռչակագրին պետք է հանվի։ Բայց դա իբրև իրենց նախաձեռնությունն է։ Հիմա օրինակ, եթե մի ինչ-որ ժամանակ հետո լսենք, օրվա իշխանությունները ասեն, որ դա իրենց նախաձեռնությունն է, որ 100 հազարավոր ադրբեջանցիներ օրինակ գան Հայաստանի Հանրապետություն։ Այդ տեսել ենք, չէ՞, ինչ որ տենց վարքագիծ։ Դրա նմանությունը միտե տեսել ենք, չէ՞, արդեն հիմա մենք այսօր ապրում ենք մի իրականության մեջ, որ արդեն հայ հասարակությանը հրամցվել է, որ պետք է մեր սահմանադրությունը փոխվի։ Ինչի համար։ Հիմա ես դրա համար մի բան ասեմ, ձեզ առիթից օգտվելով։ Շատ կարևոր է մեկ ուղերձ փոխանցելը մեր հայրենակիցներին, որ պետք է գնալ ընտրությունների, որ նույն օրինակ դրանք չգան Հայաստան։ Պետք է գնալ ընտրությունների, որ Հայաստանում գա փոփոխությունը, որ մենք այս իրավիճակում ունենանք փոփոխություն, որտեղ վստահ եմ, մեր հայրենակիցները, մեր քաղաքացիները, մեր քույրերը եւ եղբայրները չեն ուզում այդ ատելությունը, չեն ուզում այդ բառամթերքը, չեն ուզում ապօրինի քաղաքական հետապնդումներ, այլ ուզում են փոփոխություն եւ ուզում են բարեկեցություն։ Իդեպ որ միշտ խոսում են, չէ, ինքնիշխանությունից, այս իշխանությունները ռեկորդակիր են նաեւ աշխարհում ոչ միայն ատելություն տարածելով, այլ նաեւ ինքնիշխանություն բառը ասելու իմաստով։ Ինքնիշխանության ամենահիմնական գրավականը, երաշխիքը դա հայ հասարակության բարեկեցությունն է։ Բարեկեցություն, որը իրենք 5 տարվա ընթացքում առնվազն այդ խոստումը տալով 21 թվականին որևէ կերպ չապահովեցին։ Խոսում էին օրինակ աղքատության ցուցանիշները նվազեցնելու մասին, չարեցին։ Ապահովագրություն են կարել, թոշակ ենք 10,000 դրամով բարձրացրել, բոնուսներ ենք նաև թոշակի վճարի հետ կապված տալիս եւ ասում են բոնուսը, որ ասում եք պարգևավճարներ էին նկատի ունեիք, որտեղ այո, պարգևավճարները շատ են։ Գիտեք, հիմա գող չէ ժողովուրդը դրանցից։ Այստեղ հարցը հետեւյալն է, առաջինը մեր հայրենակիցները շատ լավ գնահատում են, որ այդ բոլոր բարեփոխումները արվեցին ընտրություններից 1-2 ամիս առաջ։ Իսկ ինչի չարվեց 2021 թվին, ինչի չարվեց 2022 թվականին, 23, 24, 25-ի վերջո, ինչի դա չէր արվում։ Նկատում եք PR նպատակով է արվել։ Իհարկե, ու ավելին, այստեղ մեծ ռիսկ կա։ Չէ՞ որ այդ ամենի ֆինանսական բյուջետային ցուցանիշները բավարար չեն համադրվել։ Պարզապես արվել է։ Դրա ռիսկերը ի վերջո մեկը գնահատել է, չի գնահատել։ Քավլիցի անում էին, իհարկե մեր հայրենակիցները պետք է լավ ապրեն, մենք դրա մասին ենք ասում։ Մենք ասում ենք, որ ոչ թե կենսաթոշակը պետք է այս չափի բարձրացվեր եւ այս աստիճան ընտրություններով պայմանավորված բարձրացվեր, այլ պետք է իհարկե դրանից ավելին արվի։ Բա պետության ամենամեծ գործառույթը ո՞րն է։ Պետական իշխանության։ Դա պարգևավճարը չի։ Դա պետության կողմից, իշխանության կողմից ժողովրդին ծառայելն է, իրենց կյանքի որակը բարելավելն է, բարեկեցության մակարդակը ապահովելն է։ Հիմա հենց դրա համար է, որ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի կողմից որպես ծրագրային խոստում երաշխավորում տրվում է 300,000 աշխատատեղի ստեղծումը, տրվում է նույն հարկային բարեփոխումը փոքր ու միջին բիզնեսի համար 0% հարկի տրամաբանությամբ եւ ամենակարևորը մենք երաշխավորում ենք որ այս նվաստացման եւ ստորացման էջը պետք է թողենք անցյալում,
Այստեղ բայց գլխավոր հարցն է, պարոն Վարդանյան, տեսեք, ցանկացած ուժ, երբ մասնակցում է ընտրությունների, կարող է տալ բազմաթիվ խոստումներ, այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին տալիս, որոնցից 99%-ը չեն կատարել։ Որ օրինակ ձեր ուժը այդ բոլոր խոստումները կկատարի, օրինակ այնտեղ ասում են աղքատության հաղթարման համար 150,000 դրամ վճարում ենք, աշխատատեղ ենք ստեղծում եւ մյուս բոլոր սոցիալական խոստումները, որտեղից երաշխիք, որ իսկապես դրանք հնարավոր է կատարել եւ ոչ թե այսպես ուռճացված խոստումներ են։ Իդեպ ասեմ ձեզ, մենք դրա համար մի հատ քաղաքական ոչ դասական մոտեցում ենք իրացնում։ Մենք ասում ենք, որ այդ ամենը երաշխավորում է Սամվել Կարապետյանը։ Այն Սամվել Կարապետյանը, ում կողմից նաև որպես ուղերձ ներկայացվել է հանրությանը, որ եկել է մի փիլիսոփայական փոփոխության ժամանակահատված պետական պաշտոն զբաղեցնողների, չինովնիկների ընկալման համար, որ այլևս պետական բյուջեն ոչ թե նրա համար է, որ դատարկես եւ լցնես սեփական գրպանները, այլ սեփական գրպանները դատարկես հանուն քո հայրենիքի բարեկեցության։ Այս արժե համակարգը ինքը Սամվել Կարապետյանը երաշխավորում է։ Դուք բերեցիք օրինակը, օրինակ ծայրահեղ աղքատությունը վերացնելու նպատակով, իդեպ 30,000-ից ավելի մենք թեր սնված հայրենակիցներ ունենք։ Դուք հասկանում եք, սա մի խոստում է, որը 21 թվականին տրվել էր, որ պետք է վերացվեր։ Այսինքն այդ խնդիրը պետք է լուծվեր, որ մենք չունենայինք ծայրահեղ աղքատ հայրենակիցներ 2026 թվականին։ Դա բայց խոստացել էին 21 թվականին։ Հիմա տեսեք ինչ ենք առաջարկում։ Ստեղծվելու է պետական մասնավոր համագործակցության տրամաբանությամբ հիմնադրամ։ Պետության մասնակցությունը դրանում լինելու է չնչին։ Հիմնականում այն իր գործունեությունը ապահովելու է Սամվել Կարապետյանի եւ իր գործընկերների, իր կարելի ասել կապերի շնորհիվ բազմաթիվ մեր հայրենակիցների կողմից մասնակցությամբ այդ հիմնադրամում եւ 150,000 դրամ նպաստը տրամադրվելու է ոչ թե որպես դեմոտիվացիա մեր այն հայրենակիցների, ովքեր ծայրահեղ աղքատության մեջ են, այլ որպես միջոց, որ դուրս գան այդ ծայրահեղ աղքատությունից եւ դրանից հետո ինչ է լինելու։ Երբ մենք ասում ենք, որ 300,000 աշխատատեղեր են ստեղծվելու, չէ՞ որ նաեւ մեր այդ հայրենակիցները հնարավորություն են ունենալու զբաղվածություն ունենալու։ Մենք նաեւ մի բան էլ ենք ընդգծել, դեմոգրաֆիական տեսանկյունից մենք ծայրահեղ վտանգավոր իրավիճակում ենք հայտնվել։ Ծայրահեղ, իսկապես դեմոգրաֆիական ցուցանիշները արդեն ազգային անվտանգությանը սպառնալիքին բնորոշ մակարդակում են գտնվում։ Դրա համար որպես խրախուսման մեխանիզմ կրկին նույն հիմնադրամի ձևաչափով յուրաքանչյուր ընտանիքի, որտեղ 5-րդ երեխան կծնվի, անվճար պետք է բնակարան տրամադրվի այդ ընտանիքին, որպես նվիրատվություն։ Հասկանում եք, մենք պետք է իսկապես սոցիալական պատասխանատվությունը պետության իր քաղաքացիների նկատմամբ բարձրացնենք պատշաճ մակարդակի, ոչ թե ինչ որ շատ բարձր, որտեղ այն ինչ թվարկում ենք, սա կարծես թե նորմալն է, որ պետք է ապահովի, պատշաճն է, որ պետք է լինի։ Տեսեք, Նարեկ Կարապետյանի հետ կապված իսկապես քննչական կոմիտեին 24 ժամ էր տրվել։ Մենք գիտենք, որ արդեն վարույթ էր քննչական կոմիտեն ներկայացրել, հարուցել։ Չէի հավատում, երբ կարդացի, որ իսկապես վարույթ հարուցել են։ Անկեղծ ես չէի հավատում։ Բայց հարուցված է։ Այս աբսուրդի պայմաններում էլ, որ օրինակ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, դրա համար 10 ամսից ավելի է ինչ Սամվել Կարապետյանը կալանավորված է, բայց որ այս դեպքով կարող էր վարույթ հարուցվել, ես բոլոր դեպքերում զարմացա։ Զարմացաք։ Հիմա տեսեք, Ռուսաստանի փոխարտգործնախարարը հերքել է եւ ասել է, որ Նարեկ Կարապետյանը առհասարակ Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել։ Հիմա սա բավարար հիմք է, որ այդ վարույթը կարճվի եւ գնա եւ ի վերջո դրանից հետո հիմա դուք ինչ եք անելու, 24 ժամ եք տվել քննչական կոմիտեին։ Կրկին քաղաքացիական հայցը ներկայացվելու է միանշանակ, բայց այստեղ ուրիշ բանից ենք խոսենք։ Իսկ ընդհանրապես վարույթի առիթը ու հիմքը ո՞րն է եղել։ Չէ՞ որ մի հատ հələ մենք արդեն հիմա խոսում ենք վարույթը կարճելու մասին, այսինքն այդ քրեական գործը դադարեցնելու մասին։ Արլեն Սիմոնյանն ասում է հիմքը եղել է ռեստրում ներկայացված փաստաթուղթը, ընդ որում հիմա էլ մեղադրում է, ասում է հենց մենք բարձրաձայնեցինք, այնուհետև փոխվեց այդ փաստաթուղթը հենց երեկվա ամսաթվով եւ գրվեց, որ Նարեկ Կարապետյանը Հայաստանի քաղաքացի է։ Այսինքն հիմա օրինակ, եթե մի ռեստրում մի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչի վերաբերյալ մի տվյալ լինի, որը օրինակ տեխնիկական վրիպակով լինի, դրա համար միևնույն է քրեական վարույթներ պետք է հարուցվեն։ Իսկ կներեք, օպերատիվ հետախուզական աշխատանքը, տվյալների ստուգման ուղղված աշխատանքները, դա ինչի համար է։ Դուք հասկանում եք, քրեական վարույթ օդից չեն հարուցում, չի կարելի ուղղակի։ Այսինքն ինչա որ նախընտրական շրջան է, ինչա որ քաղաքացիական պայմանագիրը, արաբկիր վարչական շրջանում, ինչ հայրենակից մեր տեսավ
էլ ատելություն տարածեց, ինչ կանանց տեսավ, սկսեց քաշքշել ձեռքից, այդ ամենը արեցին, գիտակցեցին դրա բացասական հետևանքները, գիտակցեցին զայրույթը հանրության, որոշեցին շեղել։ Այս ամենը զուտ դրա մասին է։ Հավատացած եղեք, եթե Արաբկիր վարչական շրջանում կամ այլ քաղաքներում, որ Նիկոլ Փաշինյանը իրացնում է իր նախընտրական քարոզարշավը, եթե այնտեղ չլինի այն վերաբերմունքը, որը ինքը ստանում է, վստահ եղեք քրեական գործերը կպակասեն։ Այսինքն այս քրեական վարույթները նկատեք վատ վերաբերմունք է ստանում։ Ոչ թե ես դա նկատի ունեմ, դա բոլորս ենք տեսնում։ Այսինքն մենք ի վերջո առերեսվում ենք այն իրականության հետ, թե ինչպես է լինում, երբ որևէ մի քաղաքական գործչի կամ քաղաքական ուժի վարկանիշը շատ չնչին է դառնում։ Այդպես է լինում, բայց մի հատ կարևոր բան է։ Կներեք այս հանգամանքն էլ նշեմ, բոլորին ով նշված տեղեկատվությունները, զրպարտությունները տարածում են, բոլորի նկատմամբ քաղաքացիական հայցեր ներկայացնում է, որ ստացվելու է Նարեկ Կարապետյանը այլևս չի կարող լինել վարչապետի թեկնածու եւ ստացվում է, որ դուք եք լինելու, ձեր անունը նշել է հիմա նրա ցանկությունն է, որ դուք լինեք վարչապետի թեկնածու, թե գտնում է, որ դուք լինեք, գուցե ձեր ուժը չհաջողի, ես չեմ հասկանում։ Ես կարծում եմ իր մեկնաբանությունները մեկնաբանելը իմ կողմից ուղղակի պետք չէ, ափսոս է մեր ժամանակը։ Ես ուրիշ մի բան եկեք նշեմ, որ գիտեք, երբ քարոզարշավի ընթացքում իշխանության դիրքերից ընտրություններին մասնակցող ուժը այդքան ատելություն է տարածում հասարակության ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր իրենց կարծիքը չեն կիսում, դա արդեն վատ է։ Դա նշանակում է, որ իշխանությունը ոչ թե ծառայում է հայ ժողովրդին, այլ պարզապես իրենց աջակցողներին։ Իսկ իշխանության գործառույթը այդպեսին չպետք է լինի։ Ուժեղ Հայաստանը նաև իդեպ սա ծրագրային կարևոր դրույթներից մեկն է, երբ մենք ասում ենք, որ մեզ համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը, պառակտման վերացումը, դա ոչ թե վերաբերում է պարզապես ընդդիմադիր հայացքներ ունեցողներին, այլ նաև օրվա իշխանական հայացքները կրողներին, կիսողներին։ Մենք պատկերացնում ենք, որ մեր հասարակությունը պետք է համախմբվի։ Դրա համար կրկին չափազանց կարևոր է, որ մեր հայրենակիցները գնան ընտրությունների, հունիսի 7-ին մասնակցեն ընտրությունների, գնան ընտրությունների, որ գան փոփոխությունները, այո ասեն փոփոխությունների, որոնց վստահ եմ մեր հայրենակիցները սպասում են։ Հիմա մեկ հատ, իսկ դուք վստահ եք, որ քաղաքացին գնա ընտրատեղամաս, ձեր ուժի, Ուժեղ Հայաստան անունով թերթիկը կգտնի, ինչու եմ սա ասում, որովհետև դրան հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ եթե իրենք ասում են Սամվել Կարապետյանը գործակալ է, նշանակում է ձեր կուսակցությունը գործակալների ցանց է, կարող է սրան հետևել, որ օրինակ փորձեր արվեն ի վերջո չեղարկել ձեր կուսակցության մասնակցությունը։ Հիմա դուք մտածում եք, որ սրանք պարզապես հայտարարություններ են, թե այնուամենայնիվ դուք սպառնալիքներ տեսնում եք, այդ թվում մենք նաև շատ լավ գիտենք, հա, կոռուպցիոնես գործերով ձայնագրությունները, որոնք ամեն օր երևի հրապարակվում են։ Հիմա միտումը դրան է տանում, թե չէ։ Ձայնագրությունների վերաբերյալ մի կարևոր բացահայտում անեմ, նշված հարցի վերաբերյալ եւս դիմում էի ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, ստացել եմ պատասխանը ԿՀ նախագահի, ըստ որի համապատասխան գրություն է հասցեագրվել հակակոռուպցիոն կոմիտեին։ Իդեպ նոր եմ ստացել նշված գրությունը, որ հակակոռուպցիոն կոմիտեն ձեռնպահ մնա այդ ձայնագրությունները հրապարակելու շրջանակներում Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի անվանումը հիշատակելուց։ Կարծում եմ հետաքրքիր զարգացում է։ Անմեղության կանխավարկածը։ Այո, եւ ինչպես նաեւ այդ ձայնագրություններից եւ ոչ մեկում դուք չեք տեսնի Ուժեղ Հայաստան կուսակցության որևէ ձևով առնչություն։ Ինչպես է անձանց նույնականացում ձեր կուսակցության։ Չի կարող նույնականացվել։ Ուղղակի չկա։ Ձայնագրությունները որքան լսել եմ, ես չեմ լսել, որ կուսակցության անունը տրվի։ Շատ ճիշտ եք եւ վստահ եմ մեր հայրենակիցները եւս տեսեք ձայնագրությունները կենցաղային բնույթի առավել եւս բոլորը ունենում են, բոլորը։ Իդեպ այն որ այդ ձայնագրությունների վերաբերյալ քրեական վարույթներով շատ միջնորդություններ մերժվել են նույնիսկ հիմնավոր կասկածի բացակայությամբ, դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Դրա մասին հակակոռուպցիոն կոմիտեն երբեք չի խոսի, դրա մասին քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, որոնք ամենաշատն են փորձում տարածել այդ ձայնագրությունները, այո, կալանքի միջնորդությունները մերժվել են հիմնավոր կասկածի բացակայությամբ։ Մեր հայրենակիցներին ասենք, այո, որ ամենացածր ապացուցման շեմը նույնիսկ չի ախտարվել, բայց կրկին դրա մասին չեն խոսում, այլ այդ ամենը փորձում են օգտագործել կրկին սև քարոզչության նպատակով, բայց կարևոր է շատ, որ ԿՀ-ի կողմից նման գրություն այլևս հասցեագրվել է հակակոռուպցիոն կոմիտեին։ Այլևս չեն նշելու, որ դա ձեր ուժի հետ է կապված, այսինքն հակակոռուպցիոնը տարածելու է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որը ստացվում է ընտրությունների տեսանկյունից, պատկերացրեք Հայաստանում երբ ընտրություններ են,
Մեկ մարմին ստանձնում է բացառիկ լիազորություններ, դա կենտրոնական ընտրական հանձնաժողովն է հատկապես վերահսկողական իմաստով, ընտրական գործընթացի հավասարության, արդարության, ազատության երաշխիքների ապահովման տեսանկյունից։ Իհարկե, այս թվարկածս երաշխիքների մասով մենք արդեն այնպիսի խնդիր ունենք, որ այսքան օր չի աղթարվել։ Դա այն է, որ Սամվել Կարապետյանը մինչ օրս տնային կալանքի պայմաններում է։ Ես մի առիթով հիշատակել Դա էլ է ուզում ձեզ հարցնել, դուք իդեպ կանխատեսում եք իմ բոլոր հարցերը։ Ես խնդրում եմ ինձ բացատրեք տնային կալանքի իմաստը, ես շատ լավ գիտեմ, որ կալանքի հիմքերից մեկը քննությանը չխոչընդոտելն է, բայց ով ուզում է կարծես թե գալիս է Սամվել Կարապետյանի հետ հանդիպան, ոչ միայն իր թիմի ներկայացուցիչները, այլ լրատվամիջոցներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ժողովուրդը, հասարակությունը, տարբեր այսպես դեն մենք համայնքներից, այդ դեպքում ինչ տարբերություն նա է գնում այնտեղ եւ քննությանը խոչընդոտում, այսպես հիպոթետիկ է, ասենք, թե գալիս են իր տուն եւ այնտեղ է քննությանը խոչընդոտում։ Գիտեք, պատասխանը շատ հստակ է, Նիկոլ Փաշինյանը ունի որոշակի տվյալներ եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որ եթե Սամվել Կարապետյանը անձամբ հատկապես Երևան քաղաքից դուրս իրականացնի նախընտրական քարոզարշավ, իսկ իրենք միշտ հպարտանում են, չէ՞ դրանով, ասում են Երևանից դուրս իրենց վարկանիշը շատ բարձր է։ Իրենք են դա ասում։ Իրենք գիտեն, որ Սամվել Կարապետյանը ինքը լինելով անձ, ով ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, Տաշիրում, գյուղ Լեռն Հովիտում, մեծանալով Հայաստանում, ճանաչելով մեր ցանկացած գյուղացու հոգսերը, իրենց դժվարությունները, այսինքն այն ձևը, որը ունի Սամվել Կարապետյանը հաղորդակցման, դա չունեն իրենք։ Իրենց ձևը ատելություն տարածելն է։ Սամվել Կարապետյանի ձևը այդ ամենը իսկապես մարդկայնորեն ընկալելով եւ որպես ազգային բարերար հանդես գալով ճիշտ ապրումակցումն է խնդիրներին թիրախային լուծումներ գտնելն է։ Եվ պատկերացրեք այդ քարոզարշավը, որ չգնա մարզեր եւ վարկանիշը քարոզարշավը չկարողանա պատշաճ իրականացնել, որովհետեւ Սամվել Կարապետյանի կողմից հատկապես Երևանից դուրս քարոզարշավին մասնակցությունը բոլորը դա գիտեն։ Լրիվ այլ մի մթնոլորտ եւ միջավայր է ապահովելու, բայց ոչինչ։ Իդեպ Սամվել Կարապետյանի ուղերձները նաեւ մեր բոլոր հայրենակիցները հնարավորություն ունենում են լսելու։ Լավ, պարոն Վարդևանյան, բայց իրավական հիմքը ո՞րն է։ Քննությունից խուսափել, փախնել, խոչընդոտելն է մենակ եւ խոչընդոտել տանը հնարավոր չի իրականացնել, եթե մարդը ուզում է խոչընդոտել։ Իսկ մի հատ հակառակից կանք, իսկ եթե մարդը 7 ամիս ԱԱԾ-ի Երևան կենտրոն ՔԿՀ-ում է գտնվում ու մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորում, նույնիսկ մեկ անուղակի ռիսկի տվյալ չեն ունենում, ու այդ պայմաններում 7 ամիս լինում է կալանավորված։ Կրկին հիշեցնելով մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը նախադասության համար։ Պարզ է, չէ, որ ընդհանրապես խափանման միջոցի անհրաժեշտություն չկա, բայց չնայած դրան Սամվել Կարապետյանի նույնիսկ թույլ չտվեցին իր հոր գերեզմանին այցելել։ Ես ձեզ հասկացա, դուք ասում եք կալանքի հիմքեր չկա, բայց ես հարցնում եմ նույնիսկ եթե դուրս են գալիս այն կանխավարկածից, որ այդ հիմքը կա։ Եթե այդ հիմքը կա, վտանգը կա, դա նաև հնարավոր չէ իրականացնել տանը, եթե այդքան մարդ կարողանում է հանդիպել Սամվել Կարապետյանի հետ։ Ռիսկ, եթե նայում ենք աբստրակտ եւ աբսուրդային, ռիսկ ամեն տեղ կարող է գոյություն ունենալ, բայց ռիսկը ո՞նց է գնահատում։ Գործի փաստական տվյալներից եւ անձը բնութագրող տվյալներից։ Սամվել Կարապետյանի դեպքում այդ ռիսկերը չկան եւ նաեւ հենց ինչ որ իմաստով դա հաշվի առնելով դատարանը կարողացավ տեսակցությունների սահմանափակումը վերացնել։ Բայց երբ մենք բախվում ենք այն իրականությանը, որ Հայաստանում քաղաքական հետապնդումները դարձել են սովորական երևույթ եւ այդ քաղաքական հետապնդումների ինտենսիվ աստիճանը իսկապես շատ բարձր է, տեսնում ենք այսպիսի մի լուծումներ կամ իրավիճակներ։ Դրա համար նաեւ մենք ինչ ենք ասում, որ քաղաքական հետապնդումների էջը պետք է թողնենք անցյալում։ Իրապես ով ուզում է լինի դա ՔՊ-ի անդամ, լինի դա այլ ուժի անդամ, ով ուզում է լինի։ Հայաստանում քաղաքական հետապնդումների էջը պետք է թողնվի անցյալում, մարդասիրությունը պետք է լինի անսակարկելի արժեք, իրավունքն էլ բոլոր դեպքերում գերակայող։ Հենց նաև այս ամենի տեսանկյունից պետք է գնալ ընտրությունների 2026 թվականի հունիսի 7-ին եւ ասել այո այս փոփոխություններին։ Հիմա մենք նորից դուք հենց սա ասում եք, ես հիշում եմ իմ հարցը, գալիս եմ իմ հարցին։ Ի վերջո ձեզ կգտնեն քաղաքացիները այդ հվյաթերթիկում, որովհետեւ պարոն Վարդևանյան, այնուամենայնիվ դուք միտումը տեսնում եք, որ գուցե ի վերջո արգել են ձեր կուսակցությանը, իդեպ ձեր ուժին, իդեպ նաեւ այն այսպես ասած ահաբեկիչների տեսանյութը, որ Նիկոլ Փաշինյանը ցույց էր տալիս դիմակավորված անձանց, նա դա էլ էր կապում 3 ընդդիմադիր առաջատար, այսպես
ընդդիմադիր ուժերի հետ, Բայց դուք վստահ եմ եւս նկատեցիք, չէ՞ որ այդ տեսանյութը հենց կարծես բոլորը տեղեկացան հենց Նիկոլ Փաշինյանից։ Ես համենայն դեպս Ես օրինակ մարդ չեմ տեսել դեռ, ով ասի ես դա տեսել եմ ոչ թե Նիկոլ Փաշինյանի լայվերից, այլ մի աղբյուրից։ Հիմա այստեղից իհարկե հետևությունները թողնում են մեր հանրությանը։ Խոզարկություններ են տեղի ունենում մարդկանց տներում, ըստ Ես կարող եմ մի իհարկե։ բան ասել, ցանկացած ոչ պատշաճ, առավել եւս քրեորեն հետապնդելի արարք դատապարտելի է, կանխարգելման ենթակա է, քավլիցի թող իրավապահները իրենց գործունեությունը իրականացնեն։ Մեկ բան ենք խնդրում իրավապահներին, որ թող իրենց լիազորությունները չդարձնեն քաղաքական ռեպրեսիվ գործիքի, ինչպես շատ հաճախ անում են վերջին ժամանակաշրջանում։ Եվ հենց այն ամենը, նույն օրինակ, ինչը տեղի ունեցավ Նարեկ Կարապետյանի դեպքում, երբ նման հայտարարությունը նաև ինքնին տեքստն էր ինքնին վիրավորական։ Չեմ էլ ասում անմեղության կանխավարկածը, իրավական երաշխիքները, ընթացակարգային երաշխիքները, դատավարական երաշխիքները նսեմացնող, այլ ինքնին տեքստն էր վիրավորական։ Բայց մի բանը հաշվի առեք եւ թող մեր հայրենակիցները վստահ լինեն։ Մենք գնում ենք հունիսի 7-ին հաղթանակի։ Հետևաբար քվեաթերթիկ համար 3։ Այսինքն ամեն դեպքում ստանամ հարցից պատասխանը, դուք մտավախություն չունեք, որ գուցե ինչ-որ գործընթաց տեղի ունենա ձեր ուժի հետ կապված։ Մտավախություն չունենք, բոլոր սցենարներին պատրաստակամություն ունենք։ Այլ հարց, որ գիտեք հաճախ նաև ես ինքս միշտ լավատես եմ, չէ՞, ամենանույնիսկ բարդ իրավիճակներում այդ դիրքից եմ հանդես գալիս։ Երևույթներ կան, որոնք իրավական ինչ-որ պատերի բախվում են։ Ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության տեսանկյունից վիճակը տագնապալի է։ Ես տեսնում եմ մեր պետականության, մեր ինքնության, մեր ինքնիշխանության նաև ինչու ոչ, պահպանման տեսանկյունից վիճակը տագնապալի է։ Այս ամենի պայմաններում մեր հասարակության դիմադրողականությունը չի կարող լինել այնքան ցածր, որ որևէ մի իշխանություն հանդգնի ընտրական գործընթացի նման միջամտություն։ Եթե հանդգնի, դրան բնականաբար հետևանքներ եւ կանխարգելման մեխանիզմներ, այդ թվում նույն դատավարական տեսանկյունից գոյություն ունեն։ Բայց կրկին, ընտրությունների ամենակարևոր երաշխիքը դա ընտրությունների կայացումն է, ընտրություններին մասնակցությունն է։ Եթե այդ կարմիր գիծը իրավական պետք է խաթարվի, դժվար եմ պատկերացնում, բայց նաեւ մի բան էլ այս ընտրությունները նաև հենց այս ռիսկերը, որ հետագայում չլինի մի իրավիճակ, որ լրագրողը որևէ անձի, որը մի ուժ է ներկայացնում, հարցնի ձեր ուժը կկարողանա մասնակցել ընտրությունների թե ոչ։ Սա նաև այն փոփոխությունները, որը մենք ենք առաջարկում եւ ներկայացնում ենք մեր հանրությանը, նաև ժողովրդավարության իրական մակարդակի մասին է, իրական, ոչ թե բառերով ժողովրդավարության բաստիոնների, այլ իրական կյանքում օրինակելի ժողովրդավարական մոդելի, օրինակելի ճիշտ չափանիշներով, որ օրինակ չլինի այնպես, որ նախընտրական շրջանում քաղաքական ամենահիմնական հակառակորդ ուժի առաջնորդը տնային կալանքի պայմաններում գտնվի։ Սա աբսուրդ է։ Բայց աբսուրդները նաև հաղթահարել են։ Եվս մեկ գնահատական խնդրում եմ տակ, երբ Նիկոլ Փաշինյանը հարթակից դատավճիռները հստակ դատավճիռներ է հնչեցնում 3 ուժի ներկայացուցիչների նկատմամբ, առաջնորդների նկատմամբ, օրինակ սկսենք հենց Սամվել Կարապետյանից, ձեր ուժից։ Սամվել Կարապետյանը որպես փողերը լվացող, հոսանքից, այսպես հոսանքից մանկապարտեզներից գողություն անող պետք է նստի, այնտեղ Անդրանիկ Թևանյանի հետ կապած ասում է վաղը ԱԱԾ-ն պետք է հաղորդում ներկայացնի քննչական կոմիտե, հստակ այսպես ամսաթվով ասում է, եւ իդեպ Ռոբերտ Քոչարյանի գործով էլ ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, եւ ես հիշում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի դատերին մշտապես այսպես ներկա եմ եղել, այդ թվում եւ Սահմանադրական դատարանում, որը դուք էիք ներկայացնում նրա իրավունքները, բայց ես մի պահ բաց եմ թողել, պարոն Վարդևանյան, գուցե իմ ուշադրության խնդիրներ, ի վերջո երբ բացահայտվեց մարտի 1-ի գործը։ Ես եմ բաց թողել, որովհետև Նիկոլ Փաշինյանը ասում է, այդ գործը բացահայտված է եւ հիմա Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի։ Ես խնդրում եմ գնահատական նաեւ տակ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին։ Կարող եմ հետեւյալը ասել, այդ հայտարարությունները իրավունքի նկատմամբ ծաղր են, որովհետև գործադիր իշխանության ղեկավար երբեք չպետք է որևէ գնահատականներ տա կոնկրետ քրեական վարույթների առնչությամբ չի կարելի պարզապես։ Առավել եւս ստացվում է արդեն պատժի նշանակման գործառույթ էլ ստանձնի։
Գիտեք, անմեղության կանխավարկածը որպես սկզբունք Հայաստանում պետք է հարգվի։ Բոլորի նկատմամբ, բայց պետք է հարգվի։ Այս իշխանությունները նաև դա են ոչնչացրել հայ հասարակության իրականությունից։ Ինչ վերաբերում է մարտի 1-ին, գիտեք, եթե Նիկոլ Փաշինյանը ինքն է խոսում մարտի 1-ից, կարծում եմ հասարակությունը որոշակի դիսոնանս է ունենում կամ որոշակի ռեֆլեքսիայի հնարավորություն է ունենում։ Օրինակ, մի քանի օր առաջ երբ մենք տեսանք այդ ատելությունը, որը տարածվում էր, այն բառամթերքը, որը օգտագործվում էր, չէ, պատկերացրեք որևէ մի հավաքի ընթացքում այդպիսի ատելություն գեներացվի։ Այն ինչ հետևանքներ կունենա։ Հասկանում եք, մենք մեր պատմության ընթացքում, այս շատ կարճ պատմության, այո, շատ բարդ եւ ծանր էջեր ունեցել ենք։ Ես միշտ ունեցել եմ այն համոզմունքը, որ նույնիսկ մեկ մարդու մահը մեզ համար շատ թանկ է։ Բայց երբ խոսում ենք նման իրավիճակներից, եկեք չմոռանանք, որ 44 օրյա պատերազմի արդյունքում մենք հազարավոր զոհեր ենք ունեցել։ Հազարավոր։ Ես եկեք այդ կոնկրետ թվի հետ կապված բանավեճի մեջ չմտնեմ։ Ես որպես մարդ, ով յուրաքանչյուր դեկտեմբերի 31-ին այցելում է Եռաբլուր եւ խոնարհվում է մեր այն հայրենակիցների գերեզմանների առջև, ովքեր տվել են մեր պետությանը նաեւ Արցախի համար ամենաթանկը։ Գիտեք, երբ այդ ամենը փորձ է արվում նսեմացնել, իսկ դա ամենից շատ անում է օրվա իշխանությունը։ Երբ նույնիսկ արտահայտություններ էր հնչում, որ գիտեք, եթե պարզապես ինքը ստորագրեր այդ փաստաթուղթը, ունենալու էինք նույն իրավիճակը, ինչ այսօր կա, պարզապես առանց զոհերի։ Մենակ այդ արտահայտությունը անելու համար ավելի լավ էր իրականում հրաժարական տար նշված անձը եւ առնվազն որոշակի ժամանակահատված մարդկանց չալեկոց էր, հասարակությանը չպառակտեր։ Փոխարենը այսօր էլ ես տեսնում եմ, որ հիմա էլ փաստորեն այն նարրատիվն է տարածվում, թե մարդիկ ինչի չեն զոհվել։ Այո, ընդ որում Սամվել Կարապետյանին են նաև ուղղում այդ կոչերը, ինչու ձեր որդիները չեն մասնակցել եւ չեն զոհվել։ Ես անկեղծ եմ ասում, ուղղակի առիթից օգտվելով խնդրում եմ, թեկուզ հենց իրենց թող նման բանավեճ չհրամցնեն հայ հասարակությանը, որովհետև մենք հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց նաև ունեցել ենք հերոսաբար կռված, վիրավորումներ ստացած, հաշմանդամություն ձեռք բերած նաև հայրենակիցներ։ Դրանով ինչ են ուզում ասած լինեն։ Ինչ են ուզում դրանով ասած լինեն։ Այսինքն մի կողմից ովքեր որ զոհվել են, պետք է բոլորը զոհվեին, չէ որ նաև հազարավորները զոհվել են, որ 100 հազարավորները ապրեն, բայց ապրեն ոչ թե ատելության մեջ։ Իդեպ, եթե նայում ենք այն հերոսների գործողությունները, որոնք տեղի են ունեցել 44 օրյա պատերազմի ընթացքում, դրանցից եւ որևէ մեկը կապ չուներ Արցախի հայաթափման հետ, կամ Արցախից հրաժարվելու հետ, կամ Արցախի հարցի էջը փակելու հետ։ Իդեպ, ինքնորոշման իրավունք բառեր ասելու համար պատերազմներ աշխարհում չեն սկսում։ Խաղաղության օրակարգը, այո, առաջնային է եւ չափազանց կարեւոր, բայց դա չի նշանակում, որ մենք օրինակ մեր ինքնությունից պետք է հրաժարվենք։ Նույնիսկ Ադրբեջանը շատ լավ տեղյակ է, որ երբ կար Արցախ, երբ կային մեր դարեր ի վեր պատմություն ունեցող վանքերը, եկեղեցիները, Ադրբեջան չկար։ Ես սա ոչ թե թշնամական իմաստով եմ ասում, պատմական փաստ եմ ասում։ Դա իրենք բոլորը գիտեն, բայց ամեն դեպքում մենք ստացվում է այդքան մարտիրոսված հերոսներ ունենք, որոնց սխրանքների պատճառահետևանքային կապն է կտրվել, հասկանում եք, ու այդ պայմաններում հիմա նորից այդ վերքը բացելը, բորբոքելը ազնիվ չի, մարդկային չի,
հայեցի չի, մեզ սազական չի, մեր ազգին սազական չի։ Դրա համար ուղակի կխնդրեի, որ գոնե այդ նարատիվից իրենք հրաժարվեին, քարոզարշավա Քավլիցի։ Շատ բաներ իրար թող ասվի, թող ասեն, մենք պատասխանենք, մենք ասենք, իրենք պատասխան, բայց ինչ որ կարմիր գծեր եկեք հարգենք։ Շատ լավ, պարոն Վարդևանյան, եթերային ժամանակը սպառել ենք շատ կարճ։ Ես տեսնում եմ ձեր այսպես լավատեսությունը, որ դուք առաջատարն եք եւ մտածում եք, որ 50+ հավաքելու եք, սա հստակեցնեմ։ Գնում ենք հաղթանակի։ Դա նշանակում է, որ գուցե նաև մենակ կուսակցությունների դաշինքը այո գնում է հաղթանակի։ Շատ լավ, բայց այնուամենայնիվ, որքան էլ տեսնում եմ ձեր լավատեսությունը, այլ սցենարներ դիտարկում եք, օրինակ փողոցային պայքար, երկրորդ փուլ եւ այլն եւ այլն։ Ուզում եմ հարցնել, այլ պլաններ ունեք, պլան B եւ այլն։ Ես մեր հայրենակիցներին եւ ձեզ ուղիղ կպատասխանեմ, որ մենք գնում ենք հաղթանակի։ Անկախ թե որ փուլում։ Ոչ թե անկախ թե որ փուլում, այլ ելնելով սոցիոլոգիական հարցումներից եւ մեր հայրենակիցների հետ շփումներից մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը, որ գնում ենք հաղթանակի առաջ Աստված եւ կրկին անգամ առիթից օգտվելով խնդրում եմ մեր հայրենակիցներին, ուզում են մեզ քվեարկեն թե այլ ուժի Քավլիցի միայն հունիսի 7-ին անպայմանորեն գնան ընտրությունների։ Գնան ընտրությունների։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացու Արամ Վարդևանյանի հետ։ Մենք կհանդիպենք վաղը նույն ժամին։ Լավ եղեք։